Մի պարկեք քնելու սոված, բայց եւ մտքներովը չանցնի քնել ստամոքսը լցրած ինչ պատահի։ 60 տարեկանից հետո այդ որոշումը դադարում է լինել ձեր գոտկատեղի կամ կշերքի վրայի թվերի հարց։ Սա հարց է նրա, թե արդյոք կպահպանեք ձեր բանականությունն ու տեսողությունը առաջիկա 5-ից 10 տարիների ընթացքում։ Ես սա ասում եմ կոշտ, ոչ թե էֆեկտի համար, այլ որովհետև չափազանց շատ անգամ եմ տեսել, թե ինչպես են պացիենտները կորցնում մտքի պայծառությունն ու հայացքի հստակությունը ոչ թե սարսափելի ախտորոշումների պատճառով, այլ երեկոյան թույլ տված մեկ փոքրիկ, աննկատ սխալի պատճառով, որը նրանք կատարել են տարիներ շարունակ։ Երեկոն պարզապես օրվա ավարտ չէ, դա կրիտիկական պահ է, երբ ուղեղը կատարում է կենսաքիմիական ամփոփումներ, իսկ մարմինը որոշում է կայացնում, այս գիշեր այն վերականգնվելու է, թե քայքայվելու։ Եվ հենց այդ թանկագին ժամերին դրվում է ձեր վաղվա առավոտվա հիմքը։ Կարթնանաք արդյոք պայծառ գլխով, թե ծանր մառախուղով, կենդանի աչքերով, թե կոպերի տակ կոտրված ապակու զգացողությամբ։ Մարդկանց մեծ մասը 60-ից հետո թույլ է տալիս երկու ճակատագրական սխալներից մեկը։ Առաջին խումբը, վախեցած դիետաների մասին առասմելներից, որոշում է, որ երեկոյան ավելի լավ է ոչինչ չուտել և փակ է պահում բերանը երեկոյան ժամը 6-ից հետո։ Երկրորդ խումբը, ընդհակառակը, վերցնում է այն, ինչ ձեռքի տակ է ընկնում՝ երշիկով բուտերբրոդ, թեյի հետ քաղցր թխվածքաբլիթ կամ մրգեր, կարծելով, թե դա թեթև ընթրիք է։ Եվ հենց այստեղ սկսվում է լուռ, անտեսանելի աղետը։ Տարիքի հետ ձեր ուղեղը դառնում է անհավանական զգայուն սնուցման գիշերային խափանումների նկատմամբ։ Գիշերը նա չի հանգստանում, նա աշխատում է ավելի ինտենսիվ, քան ցերեկը։ Նա տեսակավորում է հիշողությունը, ջնջում ավելորդը, ամրապնդում նյարդային կապերը և, որ ամենակարևորն է, լվանում մաքրում է նյութափոխանակության թունավոր արգասիքները։ Դրա համար նրան պետք են կոնկրետ նյութեր։ Եթե դրանք չկան, ուղեղը ստեսում է բառացիորեն լափել ինքն իրեն, վերցնելով ռեսուրսները անձեռնմխելի պաշարներից։ Բայց նախքան պատմելը, թե ինչպես կանգնեցնել այդ գործընթացը և որ պարզ մթերքն է ունակ փրկել իրավիճակը, ուզում եմ հիշեցնել։ Ըստ վիճակագրության, դիտողների մոտ 70%-ը մեր ալիքը դիտում է առանց բաժանորդագրվելու։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի ձեզ հետ կիսվենք առողջության մասին իսկապես օգտակար, խորը և որակյալ տեղեկատվությամբ, որը հիմնված է ֆիզիոլոգիայի, այլ ոչ թե նորաձևության վրա։ Բաժանորդագրվելով դուք գնահատում եք մեր աշխատանքը և միշտ առաջին եք իմանաք նոր հանձնարարականների ու խորհուրդների մասին, որոնք կարող են երկարաձգել ձեր ակտիվ կյանքը։ Շնորհակալ ենք վստահության և ձեր առողջության հանդեպ ուշադրության համար։ Եկեք վերլուծենք քայքայման մեխանիզմը, որպեսզի հասկանաք իրավիճակի լրջությունը։ Ինչու 60 տարեկանից հետո չի կարելի երեկոյան սոված մնալ։ Բանը լյարդի աշխատանքի և գլիկոգենի պաշարների մեջ է։ Գլիկոգենը բատերի է, գլյուկոզայի պաշար, որը լյարդը պահում է սննդի ընդունման ընդմիջումների դեպքում։ Տարիքի հետ այդ բատերիի ծավալը փոքրանում է։ Եթե դուք ընտրել եք երեկոյան ժամը 5-ին, իսկ քնելու եք պարկում 11-ին, ապա գիշերվա 3-ին ուղեղի էներգիայի պաշարները սպառվում են։ Ուղեղը գլխավոր էներգիայի սպառողն է։ Մնալով առանց սնուցման, նա տագնապ է հնչեցնում։ Ի պատասխան դրան, մակերիկները արյան մեջ արտանետում են կորտիզոլ, ստրեսի հորմոն, որպեսզի շտապ մոբիլիզացնեն գոնե ինչ-որ ռեսուրսներ մկաններից։ Կորտիզոլի գիշերային արտանետումը թույն է հիպոկամպի։ Հիպոկամպը ուղեղի այն բաժինն է, որը պատասխանատու է կարճաժամկետ հիշողությանը երկարաժամկետի վերածելու համար։ Հենց գիշերվա 3-ից 4-ին, երբ դուք պետք է խորը քնած լինեք, բարձր կորտիզոլը քայքայում է միշողության նեյրոնները։ Դուք դա չեք զգում։ Դուք պարզապես արթնանում եք չափազանց վախ, տագնապի զգացողությամբ և չեք կարողանում քնել։ Իսկ կես տարի անց նկատում եք, որ սկսել եք մոռանալ թոռների անունները և պարզ բառերը։ Սա ծերություն չէ, սա ուղեղի գիշերային սովի արդյունք է։ Տեսողության հետ կապված իրավիճակն էլ ավելի դրամատիկ է։ Աչքի ցանցաթաղանթը եզակի հյուսվածք է։ Այն սպառում է ավելի շատ թթվածին և էներգիա մեկ միավոր քաշի հաշվով, քան ձեր մարմնի ցանկացած այլ հատված, ներառյալ սիրտը։ Այն աշխատում է գերծանրաբեռնված։ Ցերեկը լույսը ռմբակոծում է ֆոտոռեցեպտորները, այրելով տեսողական պիգմենտը։ Գիշերը վերականգնման միակ ժամանակն է։ Բայց կա մի խնդիր։ Գիշերը արյան հոսքը բնական ճանապարհով դանդաղում է։ Անոթները նեղանում են, ճնշումն ընկնում է։ Եթե այդ պահին արյան մեջ չկան ճիշտ ճարպեր և միկրոէլեմենտներ, աչքը հայտնվում է իշեմիայի, թթվածնային և սննդային քաղցի վիճակում։ Ցանցաթաղանթի բջիջները, ձողիկներն ու շշիկները
կազմված են թաղանթներից, որոնք պետք է թարմացվեն ամեն գիշեր։ Եթե շինանյութ չկա, բջիջների հին վնասված մասերը չեն փոխարինվում նորերով։ Դրանք կուտակվում են աչքում բջջային աղբի, լիպոֆուսցինի տեսքով։ Այդ աղբը թունավոր է։ Ժամանակի ընթացքում այն հանգեցնում է մակուլայի, աչքի այն հատվածի տարիքային դեգեներացիայի, որով դուք տեսնում եք դեմքեր և կարդում տեքստեր։ Սկզբում հայտնվում է չորություն, հետո ընկնում է մթնշաղային տեսողությունը, այսպես կոչված հավկուրությունը։ Հետո աչքերը սկսում են հոգնել արդեն կեսօրին։ Դուք գնում եք բժիշկի, փոխում եք ակնոցը, կաթիլներ եք կաթեցնում, բայց տեսողությունը շարունակում է ընկնել, որովհետև կաթիլները չեն կարող կերակրել սոված ցանցաթաղանթը ներսից։ Այժմ դիտարկենք երկրորդ ծայրահեղությունը՝ սխալ ընթրիքը։ Շատերը կարծում են, որ քնելուց առաջ խնձոր, բանան ուտելը կամ թխվածքաբլիթով քաղցր մածուն խմելը անվնաս է։ Սա հսկայական սխալ է։ Խնդիրը ինսուլինի մեջ է։ 60-ից բարձր մարդկանց մոտ բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ նվազում է։ Դա կոչվում է ինսուլինային ռեզիստենտություն։ Երբ դուք երեկոյան ուտում եք արագ ածխաջրեր, շաքար, խմորեղեն, քաղցր մրգեր, գլյուկոզայի մակարդակը արյան մեջ կտրուկ թռիչք է կատարում։ Ենթաստամոքսային գեղձը արտանետում է հզոր չափաբաժին ինսուլինի, որպեսզի օգտագործի այդ շաքարը։ Բայց քանի որ դուք պառկած եք և մկանները չեն աշխատում, շաքարը չի այրվում, այն սկսում է քայքայել անոթները։ Շաքարը արյան մեջ աշխատում է հղկաթղթի նման, քերծողիլով նուրբ ներքին պատը, էնդոթելը։ Ամենաբարակ անոթները գտնվում են աչքերում և ուղեղում։ Յուրաքանչյուր քաղցր երեկոյան ցանցաթաղանթի մազանոթների միկրովնասվածք է, բայց ամենասարսափելին տեղի է ունենում հետո։ Ինսուլինի թռիչքից 2 ժամ անց շաքարի մակարդակը կտրուկ ընկնում է, վրա է հասում հիպոգլիկեմիան։ Ուղեղը, որը նոր էր սկսել խորասուզվել քնի խորը փուլերի մեջ, հանկարծ զրկվում է սնուցմից։ Նա խուճապի է մատնվում։ Քունը դառնում է մակերեսային, ընդհատված։ Դուք կարծես թե քնած եք, բայց ուղեղը գտնվում է կիսաարթուն վիճակում, փորձելով գոյատևել։ Այս ռեժիմում չի աշխատում գլիմֆատիկ համակարգը, ուղեղի կոյուղի համակարգը։ Թունավոր սպիտակույցները, ինչպիսիքն է բետա-ամիլոիդը, Ալցհեյմերի հիվանդության գլխավոր մեղավորը, դուրս չեն լվացվում, դրանք նստում են ուղեղի հյուսվածքներում։ Առավոտյան դուք արթնանում եք ծանր գլխով և ձեզ թվում է, թե պարզապես չեք քնել։ Իրականում դուք սեփական ձեռքերով թունավորել եք ձեր ուղեղը քայքայման արգասակներով։ Ծագում է օրինաչափ հարց. եթե սոված մնալ չի կարելի, որովհետև դա կորտիզոլային ստրես է, իսկ սովորական սնունդ ուտել չի կարելի, որովհետև դա ինսուլինային հարված է, ապա ինչ անել։ 60-ից հետո օրգանիզմին երեկոյան պետք չէ ոչ միայն սնունդ, նրան պետք է խելացի կենսաքիմիական աջակցություն, պետք է մթերք, որը կմարսվի դանդաղ, չառաջացնելով շաքարի թռիչքներ, և միևնույն ժամանակ ուղեղին և աչքերին կտա պահեստապաների լրիվ հավաքածու գիշերային վերանորոգման համար։ Եվ այդպիսի մթերք գոյություն ունի։ Դա հազվագյուտ էկզոտիկ հավելում չէ, և ոչ էլ թանկարժեք դեղամիջոց։ Դա այն է, ինչ կա գրեթե յուրաքանչյուրի սառնարանում։ Բայց մենք մոռացել ենք դա ճիշտ օգտագործել։ Խոսքը հավի ձվի մասին է։ Բայց մի շտապ եք եզրակացություններ անել։ Գաղտնիքը ոչ թե հենց ձու ուտելու փաստի մեջ է, այլ նրանում, թե կոնկրետ ինչպես է այն պատրաստված, որ ժամին է կերվել և ամենակարևորը, ինչի հետ կտրականապես չի կարելի այն խառնել։ Եթե դուք դա անեք սխալ, վնաս կհասցնեք։ Եթե ճիշտ, կստանաք հզորագույն դեղամիջոց հիշողության և տեսողության համար։ Գրեք մեկնաբանություններում ընդամենը մեկ բառ՝ այո, եթե հաճախ եք ձու ուտում, կամ ոչ, եթե խուսափում եք դրանից խոլեստերինի վախի պատճառով։ Իսկ ես հիմա մանրամասն կբացատրեմ, թե ինչու է այդ վախը անհիմն և կոնկրետ ինչպես է ձուն փրկում ծերացող օրգանիզմը։ Եվ այսպես, եկեք միանգամից ճանապարհից հեռացնենք գայթակղության քարը, որին բախվում են միլիոնավոր մարդիկ՝ խոլեստերինը։ Եթե դուք դեռ վախենում եք երեկոյան ձու ուտել, որովհետև կարծում եք, թե դրանք կխցանեն անոթները, ապա դուք ապրում եք 30 տարվա վաղեմության հնացած տվյալներով։ Ուղեղը ձեր մարմնի ամենաճարպոտ օրգանն է, այն 60%-ով բաղկացած է ճարպերից։ Եվ խոլեստերինը նրա համար թշնամի չէ, այլ բազային շինանյութ։ Առանց խոլեստերինի անհնար է բջջային թաղանթների սինթեզը և հորմոնների արտադրությունը։ Ավելին, լյարդը ինքն է արտադրում խոլեստերին ամեն գիշեր։ Եթե դուք այն չեք տալիս սննդի հետ, լյարդը սկսում է աշխատել գերբեռնվածությամբ, սինթեզելով այն վթարային ռեժիմով։ Ուստի երեկոյան մեկ ձուն ծանրաբեռնվածություն չէ,
այլ օգնություն լյարդին։ Իսկ ինչու հենց ձուն դարձավ մեր ոսկե ստանդարտը երեկոյի համար, որովհետև դա բնության մեջ միակ պարկուճն է, որտեղ հավասարակշռված է բացարձակապես ամեն ինչ նոր կյանք ստեղծելու համար։ Մեզ համար կարևոր են 3 կոնկրետ բաղադրիչներ, որոնց պակասը 60-ից բարձր մարդկանց մոտ առաջացնում է աղետալի հետևանքներ նյարդային համակարգի համար։ Առաջին բաղադրիչը խոլինն է։ Սա մի նյութ է, որը շատերը թերագնահատում են, բայց իզուր։ Խոլինը ացետիլխոլինի նախորդն է։ Ացետիլխոլինը գլխավոր նեյրոմեդիատորն է, նյարդային հաղորդիչը։ Պատկերացրեք էլեկտրական լարերը ձեր տանը։ Ացետիլխոլինը մեկուսացիչն է և հենց հոսանքը, որը վազում է լարերով։ Տարիքի հետ ացետիլխոլինի արտադրության մակարդակը ընկնում է։ Սա ծերացման ֆիզիոլոգիական նորմ է։ Ինչի է սա հանգեցնում։ Ազդանը մի նեյրոնից մյուսին գնում է դանդաղով, խափանումներով։ Դուք գիտեք այդ զգացողությունը, բառը լեզվի ծայրում է, բայց չեք կարողանում հիշել։ Մտաք սենյակ և մոռացաք ինչի համար։ Սա պարզապես ցրվածություն չէ, սա ացետիլխոլինի պակաս է։ Գիշերը արագ քնի փուլի ժամանակ ուղեղը զբաղվում է հիշողության ամրապնդմամբ, տեղափոխում է տեղեկատվությունը այսօր թղթապանակից ընդմիշտ թղթապանակ։ Այս գործընթացը պահանջում է հսկայական քանակությամբ ացետիլխոլին։ Ձվի դեղնուցը հեշտ յուրացվող խոլինի ամենահարուստ բնական աղբյուր է։ Ուտելով այն երեկոյան, դուք ուղեղին տալիս եք հումք գիշերային աշխատանքի համար։ Դուք բառացիորեն լիցքավորում եք ձեր նեյրոնները, որպեսզի նրանք կարողանան պահպանել ձեր հիշողությունները։ Երկրորդ կրիտիկան տարրը լյուտեինը և զեաքսանթինն են։ Սրանք կարոտինոիդներ են, գունանյութեր, որոնք կենսականորեն անհրաժեշտ են ձեր աչքերին։ Նրանք աշխատում են որպես ներկառուցված արևային ակնոցներ, կլանելով լուսային սպեկտրի ագրեսիվ մասը։ Բայց դրանց գլխավոր գործառույթը հենց դա չէ։ Սրանք հզորագույն հակաօքսիդանտներ են, որոնք պաշտպանում են ցանցաթաղանթը օքսիդատիվ ստրեսից։ Նրբությունն այն է, որ այս նյութերը ճարպալույծ են։ Եթե դուք այն ընդունեք հափերով, վրայից ջուր խմելով, դրանք գրեթե չեն յուրացվի։ Դրանց պետք է ճարպ, որպես ուղեկցող։ Ձվի դեղնուցում բնությունը արդեն ստեղծել է իդեալական էմուլսիա։ Գունանյութերը լուծված են ճիշտ ճարպերի մեջ։ Ինչու է սա կարևոր հենց երեկոյան։ Որովհետև այս նյութերի կուտակումը մակուլայում, ցանցաթաղանթի կենտրոնում, ամենաակտիվը տեղի է ունենում մթության մեջ, երբ աչքը հանգստանում է լուսային ծանրաբեռնվածությունից։ Եթե արյան մեջ շրջանառվում են լյուտեին և զեաքսանթին, աչքը ակտիվորեն ներծծում է դրանք և վերականգնում իր պաշտպանությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձվի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է մակուլյար պիգմենտի օպտիկական խտությունը 20-30%-ով։ Սա նշանակում է, որ դուք ավելի լավ կտեսնեք մթնշաղին, կդադարեք կկոցել աչքերը պայծառ լույսից և զգալիորեն կդանդաղեցնեք ոսպնյակի ծերացումը։ Երրորդ գործոնը ալբումինն է, ձվի սպիտակուցը։ Տարիքի հետ մարդկանց 90%-ի մոտ նվազում է ստամոքսահյութի թթվայնությունը։ Սա նշանակում է, որ երեկոյան մի կտոր միս, հավ կամ նույնիսկ կաթնաշոր մարսելը դառնում է անհաղթահարելի խնդիր։ Միսը պահանջում է ստամոքսի 3-4 ժամվա ակտիվ աշխատանք և բարձր թթվայնություն։ Եթե ընթրիքին ստեյք եք կերել, այն չի մարսվի, այն կմնա ստամոքսում, կնեխի և կթունավորի օրգանիզմը տոքսիններով ամբողջ գիշեր։ Ձվի սպիտակուցը, ենթարկվելով ճիշտ ջերմային մշակման, յուրացվում է գրեթե 100%-ով և շատ արագ, ընդամենը 1-1.5 ժամում։ Սա իդեալական գիշերային սպիտակուց է, պրոտեին, որը տալիս է ամինաթթուներ հյուսվածքների վերականգնման համար, բայց չի ծանրաբեռնում աղեստամոքսային տրակտը։ Եվ այստեղ մենք մոտենում ենք ամենավտանգավոր պահին։ 10 մարդուց 9-ը փչացնում է այս իդեալական մթերքը սխալ պատրաստմամբ։ Եթե դուք տապակեք ձուն յուղի մեջ մինչև խրթխրթան կեղև առաջանալը, դուք կսպանեք ամբողջ օգուտը և կստեղծեք վնաս։ Տապակելիս օգտակար ճարպերը օքսիդանում են, վերածվելով քաղցկեղածինների և տրանս ճարպերի։ Սպիտակուցը դառնում է կոշտ, նրա կառուցվածքը փոխվում է այնպես, որ թույլ ստամոքսի ֆերմենտները չեն կարողանում այն կտրատել։ Արդյունքում, թեթև ընթրիքի փոխարեն դուք ստանում եք աղյուծ փորի մեջ։ Նույնը վերաբերում է պինդ եփված ձվերին, երբ դեղնուցը դառնում է չոր և պատվում մոխրագույն փարով։ Սա դենատուրացված, մահացած մթերք է։ 60-ից բարձր մարդու համար ձվի պատրաստման միակ ճիշտ եղանակը դեղնուցի հեղուկ կամ կիսահեղուկ կառուցվածքը և նուրբ սպիտակուցի պահպանումն է։ Թերխաշ ձու, պարկի մեջ եփված ձու, պաշոտ կամ թեթև շողեքաշված ձվաձեղ առանց տապակելու։
Այս տեսքով օգտակար նյութերի կենսահասանելիությունը առավելագույնն է։ Դեղնուցը մնում է կենդանի, նրա ճարպերը օքսիդացված չեն, իսկ սպիտակուցը մակարդվել է ուղիղ այնքան, որ հեշտ յուրացվի, բայց չի քարացել։ Նման ուտեստի մարսման ժամանակը նվազագույնն է, եւ այն չի խանգարի ձեզ քնել։ Բայց կա տապակելուց էլ ավելի սարսափելի սխալ։ Դա մթերքների համադրությունն է։ Մենք սովոր ենք կլասիկանին՝ ձվածեղ հացով, ձու բուտերբրոդի հետ։ Հիշեք, եթե ուզում եք պահպանել ուղեղի եւ մարմնի երիտասարդությունը, երեկոյան հացը եւ ցանկացած օսլայով հարուստ մթերքներ, կարտոֆիլ, բրինձ, շիլաներ խստագույն արգելքի տակ են։ Եվ բանը այստեղ կալորիաների մեջ չէ, բանը հորմոնների մեջ է։ Գիշերը մեր օրգանիզմը պետք է արտադրի սոմատոտրոպին, աճի հորմոն։ Մեծահասակների մոտ այն պատասխանատու են նորեն ոչ թե երկարությամբ աճելու համար, այլ հյուսվածքների երիտասարդացման, ճարպի առման եւ ոսկորների ամրացման համար։ Սա վերանորոգման գլխավոր հորմոնն է։ Բայց սոմատոտրոպինին ունի օխերիմ թշնամի՝ ինսուլինը։ Նրանք հակառորդներ են։ Եթե ինսուլինի մակարդակը բարձր է, սոմատոտրոպին չի արտադրվում։ Հացը, նույնիսկ սևը, նույնիսկ ամբողջահատը ածխաջրեր է։ Այն առաջացնում է ինսուլինի արտանետում։ Կերակ ձուն հացով արգելափակեցիք գիշերային վերանորոգումը։ Վերանորոգող բրիգադը դուրս չեկավ աշխատանք, օրգանիզմը չթարմացավ։ Ուստի կանոնը երկաթյա է։ Ձուն երեկոյան գնում է միայն կանաչ, ոչ օսլայով հարուստ բանջարեղենի ինկերակցությամբ՝ հազարի տերև, վարունգ, սպանախ, բրոկոլի, կանաչ լոբի։ Բանջարեղենի բջջանյութը աշխատում է որպես բուֆեր։ Այն էլ ավելի է դանդաղեցնում ներծծումը, ապահովելով սննդարար նյութերի հարթ մուտքը արյանի մեջ առանց թռիչքների։ Այն կերակրում է աղիների օգտակար բակտերիաներին, որոնք ի դեպ նույնպես վիտամիններ են արտադրում ուղեղի համար։ Եվ որ ամենակարևորն է, կանաչ բանջարեղենը գործնականում չի բարձրացնում ինսուլինը։ Աճի հորմոնի ճանապարհը մնում է բաց։ Եվ վերջին է այս բլոկում՝ թայմինգը, ժամանակացույցը։ Ժամանակը նշանակություն ունի։ Չի կարելի ձու ուտել եւ անմիջապես ընկնել անկողին։ Հորիզոնական դիրքը լիքը ստամոքսով, նույնիսկ թեթև, հրահրում է ստամոքսի պարունակության հետոսք դեպի կերակրափող, ռեֆլյուքս։ Սա լուր գիշերային այրոց է, որը կարող է չարթնացնել ձեզ, բայց քայքայել լորձաթաղանթը եւ փչացնել քնի որակը։ Մյուս կողմից, չի կարելի ուտել քնելուց 4 ժամ առաջ։ Վրա կհասնի սովը, որի մասին խոսեցինք առաջին մասում։ Իդեալական պատուհանը քնելուց 1.5-2 ժամ առաջն է։ Այդ ընթացքում թերխաշ ձուն կհասցնի լքել ստամոքսը եւ անցնել աղիքներ, իսկ արյան մեջ կսկսեն մտնել առաջին ամինաթթուներն ու խոլինը։ Դուք պարկում եք քնելու կուշտ, բայց թեթև։ Բայց նույնիսկ եթե դուք ընտրել եք ճիշտ ձու, իդեալական եփել եք այն եւ կերել հազարի տերևի հետ ճիշտ ժամանակին, կա մեկ թաքնված գործոն, որը կարող է ջնջել բոլոր ջանքերը։ Այդ գործոնը գտնվում է ոչ թե ափսեի մեջ, այլ ձեր գլխում, եւ առանց դրա հաշվառման ցանկացած սնունդ կարող է վերածվել թույնի։ Այն մասին, թե ինչպես է ձեր նյարդային համակարգի վիճակը արգելափակում մարսողությունը եւ ինչ պետք է անել ուտելուց 10 րոպե առաջ յուրացման ռեժիմը միացնելու համար, մենք կխոսենք հաջորդ մասում։ Նույնիսկ եթե դուք գնել եք ամենաթանկարժեք գյուղական ձվերը եւ եփել եք դրանք իդեալական թերխաշ, դուք կարող եք զրոյացնել ամբողջ օգուտը մեկ ոչ ակնհայտ սխալով։ Այդ սխալը ձեր վիճակն է սնունդ ընդունելու պահին։ Տարիքի հետ մարսողությունը դադարում է լինել պարզապես քիմիական պրոցես փորձնախնջի մեջ։ Այն դառնում է գործընթաց, որը 100%-ով կառավարվում է ձեր նյարդային համակարգով։ Եվ այստեղ թաքնված է թակարդը։ Մեր նյարդային համակարգն ունի աշխատանքի երկու ռեժիմ։ Առաջինը սիմպաթիկ նյարդային համակարգ։ Սա խփիր կամ փախիր ռեժիմն է։ Այն միանում է, երբ դուք ստրեսի մեջ եք, երբ անհանգստանում եք, երբ բարձր միացված է հեռուստացույցը վատ նորություններով կամ երբ դուք լարված զրույց եք վարում։ Այս ռեժիմում օրգանիզմը վերաուղղորդում է արյունը ստամոքսից եւ աղիքներից դեպի մկաններ եւ սիրտ։ Սա էվոլյուցիոն մեխանիզմ է։ Եթե քո հետևից վագր է ընկել, քո մտքին սննդի մարսողությունը չէ։ Ստամոքսի անոթները կծկվում են, ֆերմենտների արտադրությունը դադարում է։ Երկրորդ ռեժիմը՝ պարասիմպաթիկ նյարդային համակարգ, հանգստացիր եւ յուրացիր ռեժիմը։ Միայն այս վիճակում են բացվում սեղմամկանները, սֆինկտերները, արտադրվում հյութեր եւ աղիքների պատերը պատրաստ են ներծծել սննդարար նյութերը։ 60-ից բարձր ժամանակակից մարդը խնդիրն այն է, որ նա նստում է ընտրելու չանջատելով խփիր կամ փախիր ռեժիմը։ Դուք դիտում եք տագանապալի նորություններ, մտորում եք խնդիրների մասին, վիճում եք տնօհեկների հետ։ Եթե այդ վիճակում ուտեք մեր իդեալական ձուն, այն կընկնի ստամոքս որպես մեռած բեռ։
Այն չի յուրացվի, որովհետև արյան հոսքը փորի հատվածում կանգնեցված է սպազմով։ Ուստի նախքան պատառախաղը վեկալելը դուք պարտավոր եք անել մեկ բան։ Սա միստիկա չէ եւ ոչ էլ էզոթերիկա։ Սա անջատիչը փոխարկելու մաքուր ֆիզիոլոգիա է։ Թափառող նյարդը, պարասիմպաթիկ համակարգի գլխավոր նյարդը, ակտիվանում է երկարացված արտաշնչմամբ։ Նստեք սեղանի շուրջ, մի միացրեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսը եւ 3 րոպեի ընթացքում պարզապես շնչեք։ Ներշնչում քթով, 4 հաշվով, կարճ դադար եւ դանդաղ սահուն արտաշնչում բերանով, խողովակաձև ծալված շրթունքներով, 8 հաշվով։ Արտաշնչումը պետք է 2 անգամ ավելի երկար լինի ներշնչումից։ Կատարեք 5-10 այսպիսի ցիկլ։ Ինչ է տեղի ունենում այդ պահին։ Դուք ֆիզիկապես ստիպում եք ուղեղին հասկանալ, վտանգ չկա։ Սրտխփոցը դանդաղում է, ստամոքսի անոթների սպազմը հանվում է։ Դուք կարող եք զգալ, թե ինչպես է բերանում հայտնվում թուք, իսկ փորում հաճելի ջերմություն։ Սա ազդանշան է։ Շլյուզները բաց են, օրգանիզմը պատրաստ է ընդունել շինանյութը։ Միայն հիմա կարելի է ուտել։ Այս փոքրիկ գործողությունը անգամներով ուժեղացնում է խոլինի և ամինաթթուների յուրացումը։ Առանց դրա նույնիսկ ամենաօգտակար սնունդը կարող է դառնալ թունավոր բեռ։ Բայց կա ևս մեկ թշնամի, որը սպասում է ձեզ արդեն ընթրիքից հետո։ Դուք կերել եք, հանգիստ եք, բայց այստեղ ձեր ձեռքը մեկնվում է դեպի հեռակառավարման վահանակը կամ սմարթֆոնը, և հենց այստեղ դուք մեխում եք վերջին մեխը ձեր տեսողության և հիշողության դաղաղի կափարիչին։ Լույս և տեղեկատվություն։ Այս երկու բաները ունակ են քանդել այն ամենը, ինչ փորձում էիք կառուցել ճիշտ ընթրիքով։ Սկսենք լույսից։ Գաջետների էկրանները արձակում են բարձր ինտենսիվության կապույտ սպեկտրի լույս։ Ձեր հնագույն ուղեղի համար այդ լույսը ազդանշան է։ Հիմա կեսօր է, արևը զենիթում է, քնել չի կարելի։ Ցանցաթաղանթը ստանում է այդ հարվածը և արգելափակում մելատոնինի արտադրությունը էպիֆիզում։ Եվ շատերը մտածում են, դե ոչինչ, քնաբեր հապ կխմեմ։ Սա ճակատագրական մոլորություն է։ Մելատոնինը պարզապես քնի հորմոն չէ։ Սա հզորագույն էնդոգեն հակաօքսիդանտ է և օնկոպրոտեկտոր, քաղցկեղից պաշտպանող։ Աչքերի համար մելատոնինը կրիտիկական կարևորություն ունի։ Այն պաշտպանում է միտոքոնդրիումները ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելի բջիջներում։ Եթե մելատոնին չկա, աչքում օքսիդացման գործընթացները գիշերը չեն կանգնում։ Աչքը շարունակում է ծերանալ և քայքայվել նույնիսկ քնած ժամանակ։ Ոչ մի լուտեին ձվից չի փրկի իրավիճակը, եթե դուք արգելափակել եք մելատոնինը սմարթֆոնի էկրանով կես ժամ առաջ։ Երկրորդ ասպեկտը տեղեկատվական աղմուկը։ Ուղեղի գլիմֆատիկ համակարգը, այն նույնը, որը լվանում տանում է տոքսինները, աշխատում է միայն խորը դանդաղ քնի փուլում։ Բայց որպիսի ուղեղը մտնի այդ փուլ, նրան պետք է ժամանակ արգելափակման։ Եթե դուք մինչև քնելու վերջին րոպեն բեռնել եք նրան նորություններով, տեսահոլովակներով, լրահոսք կարդալով, նեյրոնները մնում են գրգռված։ Արգելափակման գործընթացը խափանվում է։ Դուք քնում եք, բայց ուղեղը մնում է մակերեսային ակտիվության ռեժիմում։ Մաքրումը չի գործարկվում։ Բետա-ամիլոիդները և տաու սպիտակուցները, հիշողությունը սպանող աղբը, մնում են ներսում։ Առավոտյան դուք արթնանում եք ծանր գլխով։ Ուստի կանոնը երկրատյան է։ Քնելուց 60 րոպե առաջ սկսվում է թվային պարետային ժամ։ Ոչ մի էկրան ընդհանրապես։ Սա փափուկ անցման ժամանակ է։ Լսեք աուդիոգիրք, միացրեք հանգիստ երաժշտություն, զրուցեք հարազատների հետ, ընդունեք տաք ցնցուշ։ Բնակարանում լույսը պետք է լինի խլացված, տաք, եղուն։ Սա ազդանշան է տալիս ցանցաթաղանթին, օրը ավարտված է, ժամանակն է գործարկել վերականգնվողական արտադրամասերը։ Այժմ եկեք հավաքենք այս ամենը միասնական հստակ համակարգի մեջ։ Սրանք պարզապես խորհուրդներ չեն։ Սա գոյատևման և բանականության պահպանման արձանագրություն է 60-ից բարձր մարդկանց համար։ Կետ առաջին. ընթրիքը պետք է լինի քնելուց 1.5-2 ժամ առաջ, ոչ ուշ և ոչ շուտ։ Կետ երկրորդ. ընթրիքի հիմքը 1-2 թերխաշ, պարկի մեջ եփած պաշոտ ձու կամ շոգեխաշած ձվածեղ։ Դեղնուցը պետք է լինի կենդանի։ Կետ երրորդ. ոչ մի հաց, շիլա և քաղցրավենիք։ Խավարդը միայն կանաչ, ոչ օսլայով հարուստ բանջարեղեն։ Կետ չորրորդ. ուտելուց առաջ 3 րոպե շնչառություն երկար արտաշնչումով, մարսողությունը միացնելու համար։ Կետ հինգերորդ.
Ուտելուց հետո 1 ժամ լռություն, առանց էկրանների եւ պայծառ լույսի։ Առաջին հայացքից թվում է բարդ, այո, բայց փորձեք դիմանալ այս ռեժիմում ընդամենը 7 օր, 1 շաբաթ։ Դա չնչին է կյանքի մասշտաբով։ Ինչ կնկատեք։ Արդեն 3-րդ առավոտյան կզգաք, որ արթնանալը հեշտացել է։ Կանցնի աչքերի մեջ ավազի զգացողությունը։ Տեսողությունը կդառնա մի փոքր ավելի կոնտրաստային, գույները ավելի վառ։ Սա նշանակում է, որ ցանցաթաղանթը վերջապես ստացել է սնուցում եւ հանգիստ։ 5-6-րդ օրը կնկատեք, որ գլուխը դարձել է ավելի պայծառ, մտքերը դադարել են խճճվել, դուք ավելի լավ եք հիշում մանրուքները։ Անհետանում է տագնապային ֆոնը։ Սա նշանակում է, որ կորտիզոլի մակարդակը նվազել է, իսկ ուղեղը սկսել է գիշերը մաքրվել իսկապես։ Այս պատմության մեջ ամենակարևորը ոչ թե իդեալականությունն է, այլ ռիթմը։ Մեր ուղեղը պաշտում է կանխատեսելիությունը։ Երբ դուք ամեն երեկո անում եք նույն բանը, նույն ժամին, օրգանիզմը սկսում է նախապատրաստվել քնին նախապես։ Նա ինքն է իջեցնում ճնշումը, ինքն է հանգստացնում զարկերակը։ Ռիթմը ծերացման դեմ լավագույն դեղամիջոցն է։ Քաոսը քանդում է, կարգուկանոնը բուժում։ Դուք ապրել եք մեծ կյանք, դուք կուտակել եք փորձ, գիտելիքներ, սեր հարազատների հանդեպ։ Ձեր հիշողությունը ձեր անհատականությունն է, ձեր տեսողությունը ձեր կապն է աշխարհի հետ։ Միթե դա չարժե այն բանին, որ երեկոյան մի փոքր ուշադրություն հատկացնեք նրան, թե ինչ եք ուտում եւ ինչպես եք անցկացնում օրվա վերջին ժամը։ Դադարեք պայքարել ձեր օրգանիզմի դեմ, դադարեք փորձարկել նրա ամրությունը սովով կամ շաքարի հարվածներով։ Սկսեք նրա հետ համագործակցել, եւ նա կպատասխանի ձեզ երախտավությամբ, որը կզգաք յուրաքանչյուր նոր առավոտյան։ Տարիքը մարելու դատավճիռ չէ։ Սա ժամանակ է, երբ պետք է դառնալ ավելի խելացի, քան սեփական սովորությունները։ Սկսեք այսօր։ Գնեք 1 տասնյակ ձու, մի փունջ սպանախ եւ թույլ տվեք ձեզ առողջ լինելու շքուղությունը։ Եթե լսել եք մինչև այս պահը, նշանակում է արդեն կատարել եք առաջին քայլը, գիտակցման քայլը։ Հիմա գործը փոքրինն է, գործողությանը։ Խնայեք ձեզ, ձեր աչքերը եւ ձեր հիշողությունը։ Դրանք ձեզ դեռ կպետք կգան։